Գոհություն Աստծուն, Փառք Տիրոջը, իր կենդանի ներկայության համար իր ժողովրդի մեջ։ Աստված ողորմություն արեց բոլորիս, որ մենք հավատանք Տիրոջը, ճանաչենք, հավատանք, ընդունենք եւ շատ մեծ, փառավոր, անգնահատելի օրհնություններ ձեռք բերենք հենց անմիջապես, երբ որ հավատացինք, ընդունեցինք Քրիստոսին, մեր մեղքերը ներվեցին, մենք արդարացվեցինք, մենք ասենք ասած խավարից լույսի մեջ անցանք, հաստատվեցինք Աստծո ներկայության մեջ որպես Աստծո սեփական ժողովուրդ ու դարձանք Աստծո որոշած հավիտենական կյանքի կրողներ եւ լիքը օրհնություններ, այո, այդ հավատքով, այդ ընդունելությունով մենք ձեռք բերեցինք, հաստատվեցինք Աստվածապաշտության մեջ։ Մենք գիտենք փրկությունը Քրիստոսին ընդունելով այս բաների մեջ հաստատվելը, դա կարելի ասել ոչ թե վերջնական նպատակ էր, այլ ճանապարհի սկիզբ էր։ Տերը դրեց հաստատեց մեզ մի ճանապարհի մեջ, որ պիտի քայլենք այդ ճանապարհի մեջ։ Գիտենք, բազմաթիվ բաներ կա, որ Աստված նախատեսել է, ծրագրել է մեզ համար, մենք դրանց մեջ պիտի գնանք, աճենք, առաջադիմենք, ձեռք բերենք, այդ վիճակին հասնենք, չէ, վերջնականապես Աստծո նպատակը սա չէր, որ ուղղակի մեզ միայն չարիքից, այդ հավիտենական կորուստի չարիքից ազատեր, այլ գիտենք, Աստված ի սկզբանե որոշել է մարդու համար, որ մարդը ինչ լինի իր պատկերով եւ իր նմանությամբ ստեղծված լինելով հասնի Քրիստոսի կատարյալ հասակին, այսինքն դառնա իրոք վերջիվերջո գործնականորեն ապրի այն կյանքով, որ Քրիստոս մարդը երկրի վրա ապրեց, կատարյալ, անբիծ, անարատ, սուրբ, ճիշտ, բարի կյանքով։ Եվ սրա էսի ընթացք է, աճա, առաջընթացը, որ մենք պիտի Տիրոջ աշխատանքով հասնենք դրան, մենք գիտենք։ Այսինքն նշ չի, որ փրկվեցինք, ընդունեցինք, վերջ, մեր վրա արդեն մեր համար ինչ որ պետք էր, մենք ձեռք բերեցինք։ Բազմաթիվ բաներ կան։ Եվ այս է բանը, որ ասենք Աստվածապաշտության կյանքը, այդ ընթացքը եւ հեշտ է եւ դժվար։ Հեշտ է նրանով, որ Քրիստոսին հավատալով մենք հաստատվեցինք Աստծո շնորհքի մեջ, այսինքն մեր այդ բոլոր հարցերը, որ մեր կյանքում պիտի լինեն, բոլոր օրհնությունները, որոնց պիտի մենք հասնենք, որտեղ որ պիտի շտկվենք, որտեղ պիտի ուղղվենք, իմաստությամբ լցվենք, այդ բոլոր բաներում Աստծո օգնությունն ու ձեռքը կա, Աստծո զորությունը կա, շնորհքի տակ գտնվել, այսինքն Տիրոջից օգնություն, Տիրոջից զորություն ունենալ այդ ամեն բաների մեջ գնալու, առաջադիմելու համար։ Բայց այնպես չի, որ Աստված մեր փոխարեն պիտի անենք, մի գիտենք։ Թեկուզ Սուրբ Գիրքը ասում է կամենալն էլ չէ, աներն էլ Աստծուց է։ Քանի Տիրոջը չէինք ճանաչում ընդունել, ոչ մի բարի բան չէինք կարողանում անել։ Ոչ թե դժվար էր որևէ մի բարի բան անել, այլ անհնարին էր Սուրբ Գիրքը ասում է։ Բայց երբ որ Քրիստոսին ընդունեցինք, մեզ համար հենց սա եղավ, որ առանք, հաղորդ եղանք այն բնությանը, հաղորդ եղանք այն զորությանը, որը Քրիստոսի մեջ ենք տեսնում, որ այդ զորությունով Քրիստոսը կարողացավ ապրել այդպիսի սուրբ, անարատ, անբիծ կյանք, որի համար, որը մեր նպատակակետն է, կարելի ասել, նշանակետն է, դեպի որը գնում ենք աճելով։ Այդ զորությանը հաղորդ դառանք, այդ բնությանը հաղորդ դառանք, այն կարողությունը, որ Քրիստոսումն է, մեր մեջ է բնակվում։ Այն Քրիստոսը, որ կարողացավ այդ բանը անել, մեզ ասում է մոտեցեք շնորհածաթորին, որ ճիշտ ժամանակին ինչ գտնեք, օգնություն ստանաք, պատշաճ ժամանակին օգնվեք։ Այսինքն այդ Աստծո օգնությունը Աստված քեզ օգնական, Աստված քո զորությունը եւ շնորհքի տակ գտնվել դա նշանակում ոչ թե իմ անձնական իմաստությունով, իմ անձնական զորությունով, իմ անձնական կարողությունով, այլ Աստծո զորությունով, Աստծո կարողությունով, Աստծո իմաստությունով, որը իմն է դարել, ես հաղորդ եմ դրան, մերն է դարել։ Այո, սա մեզ համար հեշտացնում է, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, Ժողովուրդ ջան, հոգևոր կյանքը հեշտ բան չի։ Թեկուզ Աստծո զորություն կա, բայց այդ զորությունը, ասենք ասած, պիտի, այսպես ասած, կարողությունը Աստծոց, որ դու այդ դա վերցնես, գործածես եւ հասնես այն արդյունքներին, նպատակներին, որ Աստված է դրել։ Այնպես չի, որ եթե կարող ենք մի բան անել, դա, ասենք ասեմ, անմիջապես, շատ արագ, առանց որևէ ջանքի, չարչարանքի մի աշխատանքի քեզ շատ արագ հեշտորեն տրվում է։ Չէ, շատ բաներ կա, մենք աշխատում ենք, չարչարվում ենք, տաճվում ենք,
թեկուզ Տիրոջ շնորհքն է մեր մեջ։ Թեկուզ ոչ թե անկարող աշխատանքը, բայց ժամանակ է պահանջում, ջանք է պահանջում, ներդրում է պահանջում, համառություն է պահանջում, նպատակասլացություն է պահանջում, կիսատ թողնելով չես հասնի։ Այսինքն այնպես չի, որ եթե շնորհքի տակ ենք, ամեն ինչ հեշտ կտրվի մեզ։ Այդպես չի։ Աղոթներ կա, մինչև հիմա աղոթք ենք անում։ Գիտենք, որ Աստված շնորհ արել, որ այդ աղոթները պիտի պատասխանվի։ Այդ հիմքով, այդ վստահությունով հարատևում ենք, բայց դեռ չենք ստացել։ Մենք ջանք ենք, ջանում ենք, որ հասնենք դրան։ Այդ օրհնությունը, որ Տերը որոշել է, եւ այդ շնորհքի տակ գտնվելը դա է նաեւ, որ դա քո համար տրվելիք բան է, որոշված բան է, բայց դեռ չես ստացել։ Մեր կյանքում հարցեր կա, որ մենք հաղթահարում ենք բավականին ծանր, դժվար ձևով, մեծ աշխատանքով, չէ՞, մեծ ներդրում անելով։ Հասկանում ենք Տերն է այդ շնորհքը տվել, որ այդ ծանրությունը քաշենք, աշխատանքը կատարենք, զորությունը ունենանք, չվհատվենք, կիսատ չմնա։ Տերն է տվել, բան չունեմ ասելու, բայց այդ նպատակին հասնելու այդ ամբողջ բանը տենում ենք ահագին դժվար է։ Այո, ուզում եմ ասեմ, այնպես չի, որ իրականության մեջ ովքեր աստվածապաշտության կյանք են ապրում, տեսնում են, այդքան հեշտ բան չի աստվածապաշտության կյանքը։ Այնց հեշտ ու հանգիստ, ասենց ասած, արագ ու առանց որևէ ջանքի չի տրվում, որ այդպես լինել չէին կարդա Սուրբ Գրքում, օրինակ բազմաթիվ տեղեր, որ ջանք արեք։ Հիշում եք տեղեր կան, որ այսինքն երբ որ քեզանից մեկը ասում է, այս հարցում ջանք արա, այդ նշանակում է, եթե թույլ գտնվես, հենց ուղղակի հենց թեթև մոտենաս չես ասնի դրան։ Նշանակում է տեղ աշխատանք է պետք, ներդրում է պետք, համառություն է պետք, ծանրություն է, որ պիտի կրես, տանես, համբերություն է, որ պիտի համբերես, մինչև հասնես։ Դրա համար բազմաթիվ տեղերում Սուրբ Գիրքը ասում է ջանք արեք, այդպես չի։ Օրինակ, ես կուզեմ հիշեցնեմ մի քանի հատվածներ, ուղղակի, բայց չեմ կարդա, ուղղակի համարով հիշեցնեմ մի մասով։ Օրինակ, Ղուկասում 13:24-ում Տեր ասեց ջանք արեք, նեղ դռներով մտնեք։ Այսինքն, եթե ջանք չանեք, չեք կարողանալու մտնեք։ Այդտեղ ջանք է պետք, աշխատանք է պետք։ Այնց հեշտ բան չի, էլի կարելի է ասենց ասել, այդ նեղ դռով մտնելու, գիտենք էլ, ովքերս մտել ենք այդ նեղ դռնով, իսկ կարծում եմ բոլորս ենք մտել, հասկանում ենք, որ լիքը բաների մեջ մենք պետք է իրոք կարգին սենց համբերենք, քաշենք, տանենք, ծանրությունը, դժվարությունը, աշխատանքը կատարենք, որ այդ դռնով նեղ դռնով ներս մտնենք, որը տանում է դեպի ուր կյանք։ Լեն դռնով մտնելու համար ջանք չկա։ Ընդհանրապես գիտեք, եթե նեղ է դուռը, շատ նեղ է։ Այնպես որ չես տեղավորում, պետք է խցկվես, էլի զորով սենց աշխատես, բայց որ լենա ոչ մի աշխատանք չկա, ոտոց գցում ես անցնում ես, էլի։ Նեղ դռնով ասես, չէ՞, կամ ուրիշտեղ հիշեցնեմ 2 Տիմոթեոս 2:15-ում ասում է ջանք արեք, որ ձեր անձը ընտիր կանգնեցնել որպես Աստծո ծառա։ Բանն ասում, Տիմոթեոսին ասում, Պողոսը, բայց նաև բոլորիս է վերաբերում։ Այսինքն Աստծո ծառա դառնալը, որ լավ ծառա, ամբիստ ծառա, ընտիր ծառա, դա ինձ չի, որ մի օրվա երկու օրվա հարց է։ Դե Աստծո շնորհքի տակ ենք, պարգևը տվել է Տերը, զորությունը տվել է, վсё, ընտիր ծառա ենք, այդպես չի։ Գիտեք, ինչքան հարցեր կա դու պիտի հաղթահարես, ինչքան աշխատանքներ կան, ծանրություններ կա դու պիտի քաշես, տանես, պիտի համբերես, պիտի համառ լինես, պիտի ծույլ չլինես։ Շատ ժամանակ են բանը, որ կարդում ենք, ասենք, առակած գրքում ծույլի մասին խոսում է, չէ՞, մեկ էլ ջանասեր, աշխատասեր, ասենք, մարդու մասն է խոսում, չէ՞։ Դա մենակ քո ֆիզիկական կյանքի համար չի, դա հոգևոր կյանքի մեջ էլ է այդպես։ Նրանք, ովքեր ծույլ են, հոգևոր կյանքի մեջ բաների չեն ասնի։ Հաջողություններ չեն ունենա։ Լիքը բաներ կան, որ Տերը հենց է դրել, որ պիտի դու գնաս, տանջվես, չարչարվես, հոգս քաշես, բեռ վերցնես, ինչպես ասեցի, ջանք անես, աշխատանք տա։ Եթե ծույլ եղար, ծույլ մարդը չի, մի քիչ որ դժվարությանը հանդիպում կամ թե չէ մի փոքր ինչ որ խնդրի լուծումը երկարում է, ինքը դադարում է, կիսատ է թողում, դա ծույլ է, չի ուզում աշխատի, չի ուզում ջանք անի, չարչարվի։ Բայց հավատացեք, Աստվածապաշտության մեջ լիքը բաներ կա, որ չարչարանքն ու աշխատանքը պահանջված է։ Ընդհանրենք ծում ես բան։ Չկա ջանք, կա ոչ չկա։ Եվ Եբրայեցիս թղթում, եթե հիշում եք 12-րդ գլխում, 10-րդ 35-ից 36 խոսքերը, Պողոս էսպես ասում.
Համբերություն է պետք մեզ, չէ, որ Աստծո կամքը կատարելով ինչ անենք, խոստմունքը ժառանգենք։ Այսինքն այդ խոստմունքին հասնելը այնց միանգամից շփթը պարակ չի, էլի, որ հոպ, միանգամից ձեռք բերեցինք, համբերություն է պետք։ Այդ ընթացքում դու պետք է աշխատես, քեզ պահես Աստծո խոսքի մեջ, չէ, Աստծո խոսքը կատարելով ինչ խոստմունքը ժառանգես, այդպես է։ Եվ էլի շատ տեղեր կա Սուրբ Գիրքը, որ ներկայացում, հետաքրքիր է, օրինակ, երբ որ շատ հայտնի համարը կարդում ենք Մատթեոս 7:7-ը, որ ասում է, հիշում եք, չէ, որն է, որ աղոթքի համար Տերը, ասենց ասած, վստահություն է ներշնչում կամ հավատքի հիմք է տալիս։ Խնդրեցեք եւ ինչ կլինի, կտրվի ձեզ, փնտրեցեք եւ կգտնեք, դուռը թակեք եւ ձեզ կբացվի։ Բայց շարունակության մեջ մի բան է ասում, նույն բանը կրկնում է մի քիչ ուրիշ ձևով։ Բայց այդ ուրիշ ձևը հասկանում ես այդտեղ ինչ է Տեր ուզում ասել, որովհետեւ ամեն խնդրող խնդրողի տրվում է, ամեն փնտրող գտնում է, ամեն դուռը ծոծողին բացվում է։ Այսինքն գիտեք սա ինչ է նշանակում։ Վերջի վերջո այո, նրանց տրվում է, անպայման տրվում է, բայց նրանք, ովքեր որ իրոք այս հարցում համբերող են, աղոթքով սպասող են, համառ են, աղոթքի մեջ էլ աշխատանք կա։ Աղոթն էլ մի աշխատանք է, որ միջև վերջ պիտի կատարես, ջանք պիտի կա, թափես։ Տեղ կա Տեր ասես, որ ես գամ երկրի վրա հավատք կամ այդտեղ խոսում էր երկարատև աղոթքի մեջ, աղոթող ինչ կգտնեմ, թե ոչ։ Ամեն խնդրող է գտնում, տրվում, ամեն խնդրողի է տրվում, ամեն փնտրողն է գտնում։ Այսինքն, եթե դու դադարես փնտրելուց, դադարես խնդրելուց, այս հետևողական չթաս, դրա հետևից չես էլ հասնի նպատակին։ Ուղղակի, հա, քայլ արեցիր, փորձ արեցիր, քայլ արեցիր, չհաջողվեց, ինչքան է եղել, որ աղոթել եք ու չի եղել պատասխանը, շատ հաստատ։ Բայց Տիրոջ խոսքը ասում է ամեն խնդրող ինչ անում, խնդրողին տրվում է։ Պետք է տրվի անպայման, բայց այդ տրվելը երբ կլինի Տերը գիտի։ Ինչքան պիտի այդ աղոթքի մեջ հարատևեց, Աստված գիտի։ Բայց տրվում է անպայման։ Եվ սա է, որ իրականության մեջ, այո, թեկուզ Աստծո շնորհքը Տեր մեզ համար այն անհնարինը հնարավոր է դարձնում, այսինքն դա արդեն Աստծո զորությունով սերությունն է, որ քեզ տրվել է, բայց այդ շնորհքը պիտի Աստծուց տրված շնորհքը, ոնց ասած, զուր չլինի քո մեջ։ Զուր այն ժամանակ, երբ որ Աստված քեզ տվել է այդ շնորհքը, բայց դու ծույլ ես, օրինակ, չես ուզում աշխատես, չես ուզում այդ նեղություն դժվարությունները քաշես, բայց զորությունն անենց է տրված, որ դու կարաս։ Տված է, որտեվ հիշեք, Աստված որոշել է մեզ ամենաբարձր կետի հասցնի, Հիսուսին նման դարձնի։ Ուրեմն ինչ կա հաղթահարելի է, ամեն ինչ հաղթահարելի է, բայց ամեն ինչ չի, որ հեշտ մի վայրկյանում, մի րոպեում, մի օրում տրվում է, տես չի, բայց հաղթահարելի է, հասանելի է։ Աստված որոշեց մեզ օրհնի ամեն հոգևոր օրհնություններով Հիսուս Քրիստոսում, ամեն։ Այսինքն չկա օրհնություն, որ դու չկարողանաս հասնես, որտեվ այն զորությունը, որ քեզանում գործում է, Աստծո շնորհքը, քեզ կարող է հասցնել այդ օրհնությանը։ Դու կարաս հասնես, հարատևես ու հասնես այդ բարիքին, ազատագրվես ինչ-որ չարիքներից, դժվարություններից։ Մաստեղ է սա հարցը, որքանով ենք մենք ջանք անում։ Պետրոս առաքյալը ասում է 2 Պետրոս 1:10, ասում է ջանք արեք, նորից իմ բառերով ասեմ, որ ձեր կոչումն ընտրությունը հաստատ անեք։ Եվ էլի բաներ ասում, որ այս անելով ասում է ոնց որ առատությամբ ձեզ կտրվի մտնել բանը եւ անշրջելի է ձեր փրկություն։ Նորից խոսքը է սա, որ այնտեղ ինչի մասին է ներկայացում, խոսում է հոգեվոր աստիճանների մասին, որ դու հոգեվոր կյանքումդ պետք է բարձրանաս, աստիճաններ կան, ոտը տեսաշճանի վրա հաստատես, հետո մյուս, պես պատկերավոր ասած, սրանից ես, նրանից ես, բայց ասում է ջանք պետք է անես, որ բարձրանաս։ Ծույլեղար բանի էլ չես ասնի, քո համար է որոշված, բայց դու պիտի դրան հասնես ջանք ան, ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատ անեք, կատարյալ արեք։ Եվ այդ, ասենք ասած, կարելի ասել այդ համառությունը, այդ լուրջ տքնաջան աշխատանքը, հարատև ջանքը, համառությունը շատ կարևոր է։ Պողոս առաքյալի խոսքը իր մասին որ կար, ես ուզում եմ հիշեցնեմ 15-րդ գլուխ, առաջի Կորինթացիների 15-րդ գլուխ 9-10 խոսքը։
որովհետև ես առաքյալների հետինն եմ, որ արժան չեմ առաքյալ կոչվելու, որովհետև Աստծո եկեղեցին հալածեցի, ինքը իրեն համարում է ամենավերջին առաքյալների մեջ, բայց ասում է ինչու էլի, որովհետև ասում է Աստծոյի առաքյալ սկի լինելու ես արժան չեմ, որովհետև ես այն մարդն եմ, որ Աստծո եկեղեցին եմ հալածել։ Ինքը հասկանում է Աստծո եկեղեցու փառքը, պատիվը, մեծությունը, մենք շատ ժամանակ չենք հասկանում շատերս այդ մեծության պատճառով ինքը շատ մեղավոր է իրան տեսնում։ Գիտեք ես ինչ եմ արել։ Ես Աստծո եկեղեցի եմ հալածել։ Աստծո եկեղեցի։ Մարդիկ հայեցին, անպատվեցին, թողին դուրս եկան, իրան գիտեն մեղ չեն գործել։ Աստծո եկեղեցի են հալածել ու հալածում։ Գիտես դա մեծ չարություն է։ Ես շարունակության մեջ ինչ ասում։ Բայց ասում ես ինձ ոնց որ ասած նայում եմ արժան չեմ էլի առաքյալ կոչվելու, բայց Աստծո շնորհքով եմ ինչ որ եմ, այսինքն Աստված էդի ձրի անարժանից նվեր է տվել։ Ինչպես ամեն բաներ ձրի է եւ դրան մենք արժանի չենք, բայց տվել է։ Արժանի չեմ ասում պետք չի։ Դավիթ ասաց, տես ես նայում եմ ինձ արժանի չեմ, բայց որ որոշել ես ինձ նման անարժաներին անելու, արա։ Եվ ստեղ ասում եմ ինչ որ եմ նրա շնորհքով եմ, որ ինձ անում է, եւ ունայն չեղավ, բայց Աստծո շնորհքով եմ ինչ որ եմ, եւ նրա շնորհքը, որ ինձ անում է, ունայն չեղավ։ Տեսեք, շնորհքը ինձ անում է, ունայն չեղավ, այսինքն Աստված կարա մարդուն շնորհ տա մի բանի մեջ, զորություն, կարողություն, շնորհք, իմաստություն, տարբեր, ասած ասած բարի կարողություններ, հնարավորություններ, միջոցներ, որ դու առաջ գնաս, զարգանաս, զորանաս, ճանաչես, նվիրվես, ծառայես, ինչ որ հաջողություններ ունենաս Աստվածապաշտությանդ մեջ։ Բայց այդ կարամարդը այդ շնորհքը ունենա, այսինքն ինքը կարար հասնել այդ բան, ու այդ շնորհքը ունայն լինի իրանում։ Ունայն։ Այսինքն գործ չունենա։ Եվ դա շատ ժամանակ գալիս այն ժամանակ, որ այդ շնորհքը ունեցող մարդը այդ շնորհքը չի գործածում, որտեղ չարչարակ համեք այդպես տանջանք ապետ, գործ պետք է անի, պետք է հարատևի, համառություն պետք է ցուցաբերել հավատքով, չի անում։ Բնականաբար շնորհքը իր պատողը չի բերում, ունայն է, բայց ասում է ունայն չեղավ այդ շնորհքը, այլ նրանցից ամենից ավելի աշխատեցի։ Տեսնում եք, շնորհքի ունայն չլնելը ինչպես է երևում, այլ նրանցից ինչ ավելի շատ աշխատեցի։ Այն առաքյալներից էլ շատ աշխատեցի։ Այդ շնորհքը ավելի գործածվեց, արծածվեց եւ իր պատողը բերեց։ Ու տենում ենք Պողոսի առաքելական պարգևով իրոք շատ մեծ օրհնություններ Աստված տվեց եկեղեցիներին դարերի մեջ, քանց թե մնացած առաքյալների համացան մեջ իրոք Պողոսը սուտ չի խոսում, բայց ասում է դա Աստծո շնորհք, շարունակության մեջ այդ հավասարակշռությանն է բերում, որ դա Տիրոջ շնորհքով է, բայց աշխատողը ես էի, ավելի շատ նրանցից աշխատեցի։ Սակայն ոչ թե ես, մի հատ նորից կարդամ, բայց Աստծո շնորհքով եմ ինչ որ եմ, եւ նրա շնորհքը, որ ինձ անում է, ունայն չեղավ, այլ նրանց ամենիցը ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծո շնորհքը, որ ինձ հետ է։ Այսինքն այդ էլ որ աշխատում է, ոչ թե իմ զորությունով էր, իմ կարողությունով, Աստծո շնորհքն էր, որ իմ հետ էր, բայց ես էլ ունեի այդ շնորհքը, մյուսներն էլ ունեն, ես իրանցից շատ աշխատեցի։ Իրանցից շատ պտուղ բերեցի։ Այսինքն տեղեր կա մարդը պետք է ոնց ասած չնեղանա Աստծոց, ասի, «Խի ես չեմ կարողանում այս հարցում առաջ գնամ, ինքը կարողանում է»։ Իրավիճակներ կան, մարդը մանավանդ եղել է, որ նորակիների հետ աշխատում ենք, մարդիկ կան տարիներով, օրինակ, ծխելը չեն կարող թողեն։ Ոնց որ նեղվեն իրանց մեջ, «Խի է Աստված ինձ շիտ բան անեմ»։ Աստված քեզ չի ջոկե, որ քեզ շնորհ չտա։ Ես օրինակ եմ բերում, ասում տեսեք, այս եղբայրները, որ եկել են Տիրոջը, 99% ծխող են եղել ու լուրջ ծխողներ։ Եվ Աստված իրան շնորհք է տվել, որ իրանք ազատվեն դրանից։ Դες բան չկա, որ ջոկի քեզ առանձնացնի։ Ումս քոնն է խնդիրը, մի բան կա։ Էսա, Տերը շնորհք է տալիս, նայած ով ոնց է գործադրում, ինչքանով է գործադրում, ինչքանով է աշխատեցնում, դրանով ինչերի է հասնում, բայց այն մաքսիմալ բարձրագույն ակատարյալ ծայրագույն բաների մարդը կարող հասնի, որտեղ Աստծո շնորհքը դրա համար է տրված, որ մենք նմանվենք ումա կատարյալին Հիսուսին։ Մեկը շատ, մեկը քիչ, պատական չի ասում, սերմը ցանվեց։ Վերջում երբ որ բարի սերմի մասին խոսվեց, որ ինքը ընկավ բարի երկրի մեջ, եւ համբերությամբ, հիշում եք տեղի խոսքը, համբերությամբ,
Էդի նես չետի, վրաս ցանվեց ու պտուղը բերեց, դուք էլ գիտեք, որ սերմա ցանում գիտի, ամիսներով աշխատում եմ, ինչով այդ սերմը ինչ դառնա, պտուղ բերի, այդպես է, սերի մեջ այդ շնորհքը կա, ոնց որ այդ բնականից դրված այդ կյանքի օրենքը կա, դրեցիր, ինքը սկսում է աշխատել, այդ օրենքը գործել եւ սկսում է բույս առաջացնել եւ մնացածը, բայց աշխատանք ապել, որ դա պտուղ բերի։ Եվ վերջում պտուղ բերողները ոնց բան արեց, քանից 30, 60, 100։ Դեռ մեկը 30, մեկը 60, մեկը ինչ 100։ Վախի տենց բան, նույն սերներ է գծված։ Խի տենց անավասար, որ մս այդտեղ բան կա, չէ՞ մեզանից կախված։ Համբերությամբ ընդորում բերեցին այդ բանը պտուղը։ Աստված օրհնում մեզ, որ մենք իրոք ծույլ չլինենք հոգևոր կյանքի մեջ։ Տիրոջ շնորհքը հանկարծ չլինի զուր տեղը, որևէ մի հարցում ընդունացնենք, այսինքն կարող ենք ու չենք հասնում, որովհետև ծույլ ենք, որովհետև համառ չենք, ջանքանող աշխատող չենք, որովհետև տենում ենք աշխատանք ա պետք այդտեղ, որ հասնենք դրան, աշխատանքի համար կարողություն ունենք, այնքան որ մենք չենք ուզում։ Տերը օրհնի մեզ։ Հակոբի մասին կուզեմ խոսել։ Հակոբը գիտեք Իսահակի որդիներից մեկն էր, չէ՞։ Հակոբի որդին բանը Իսահակի որդիները Եսավ եւ Հակոբ են։ Իսահակն էլ Աբրահամի որդին էր եւ խոստման ժառանգորդներ։ Գիտենք Աբրահամին Աստված խոստում էր տվել եւ խոստումը սա էր, որ քո սերունդով պիտի օրհնեմ աշխարհի բոլոր ազգերը։ Բոլոր ազգերը քո սերունդով պիտի օրհնեմ։ Այսինքն սերունդը տեղ նկատի ուներ, ոնց ասած կոնկրետ բան, ոչ թե սերունդներ, այս սերունդ կոնկրետ անձի հետ էր կապված խոսքը, որ պիտի Աբրահամի զավակ որպես ժամանակին ծնվեր, իհարկե մենք գիտենք դա Տեր Հիսուս Քրիստոսի մասին էր։ Եվ նրա պատճառով պիտի աշխարհի բոլոր ազգերը օրհնվեին։ Եվ Իսահակը եղավ կրողը, թեպետ Աբրահամը ուրիշ որդիներ էլ ունեցավ, բայց Իսահակը եղավ այդ ժառանգության ժառանգորդը այդ օրհնության, նրան փոխանցվեց, հետո Իսահակը ունեցավ Հակոբ եւ Եսավ, ինչ կատարվեց, հիշում եք, Եսավը որպես անդրանիկ, առաջնեկ ծնված, տպավորությունն էր, որ եւ Իսահակը տենց էր մտածում, որ իր մեծ տղեն պիտի ժառանգի, Եսավը պիտի ժառանգի։ Այստեղ մենք ժամանակի մեջ Հակոբը հասավ նրան, որ ինքը դիրացավ այդ բարիքին, այդ օրհնությանը, եւ այդ եմ ասում, որ ոնց որ նպատակասլացությունը նրա եւ կուզեմ հիշեցնել հենց ծնունդը, որ խոսում է իր մասին, Սուրբ Գիրքը ծննդոց գրքում է խոսում 25-րդ գլխում 19-ից 26 հատվածում։ Ասում է, երբ որ իմացվեց, որ երեխա, բան ասենք Ռեբեկան, այսինքն Իսահակի կինը հղիա, ընդ որում երկվորյակներով զույգով եւ հարցում արեցին Տիրոջը, Տերը ասեց երկու մեծ ազգեր են, չէ՞, եւ ասեց մեծը կծառայի բայց փոքրին։ Եվ երբ որ ծնվում էին, ասում է սկզբից Եսավը դուրս եկավ, առաջնեկը Եսավն էր։ Հետո Հակոբը, չէ՞, բայց Հակոբը ասում է ինքը դրա համար, ասենց ասած, այդ տանը ընդունեց իր վրա, Հակոբը բռնել էր Եսավի գարշապարից, ոտից բռնել էր, այսինքն այդ անհասկացողության մեջ, որտեղ չեմ կարծում հասկանալով պետք է բռնածելներ ոտը, բայց այս մարդը ոնց որ sense նպատակ ուներ, դու մի գնա առաջին եղի, ես պետք է առաջին ելնեմ, ես պետք է հասնեմ։ Չեմ ասում ինքը գիտեր, որ առաջնեկության օրհնություն կա, դրա համար ոտից բռնել էր, բայց փաստա տենց ծնվեց, գարշապարից բռնած։ Այսինքն որպեսզի հանեն նրան, նրա ձեռը ազատեցին, նրան հանեցին, ու նրան հանեցին, թե չէ չէր թողան որ հելներ։ Առաջինը Եսավը։ Համենայն դեպս Եսավը ծնվեց, եւ Իսահակն էլ մտածում էր օրհնությունը առաջնեկության նրանը պետք է լինի, եւ այն օրհնությունը, որ Աբրահամին ասվել էր, Եսավին պետք է, Եսավի սերունդով պետք է շարունակվի։ Բայց եկավ պահ, գիտեք, Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ Եսավը շատ անհոգ գտնվեց իր օրհնության նկատմամբ, եւ երբ որ ինքը մի օր բանից այդ որսից եկավ, սարեր ձորեր թափառե օրերով, հաց էլ չէր կերես, սոված էր, եկավ ասեց մեռնում եմ, ինձի հաց տուր։ Հակոբը ասեց արի երթումով խոստացի, երթում տուր, որ քո անդրանիկությունը ինձ կլինի, ես քեզ այս փանապուր էր եփում, ոսպով ասում, դրանից կտամ։ Այն էլ ասեց ինչի՞ սա պետք է անդրանիկությունը, երբ որ ես մեռնում եմ։
տուր։ Երթումով, այսինքն հենց այնպես չբերանով, մենակ բերանի խոսքով չէ, երթվեց ծնել տվեց Աստծո անունով, իսկ դա վերջն էր, վերջ, որ օրհնությունը իմն է, եւ վերցրեց այդ օրհնությունը։ Նախ այդտեղ գիտեք ինչ եք տեսնում, եթե մարդը օրինակ ինչն է մարդուն տանում որևէ օրհնությանը հասնելու, որևէ հաջողության հոգևոր հասնելու այդ բանին, նպատակասլացությունը ինչն է ստեղծում, ջանքին համար զորություն տվողը ինչն է, դրանց մեկը էս է, մարդը երբ որ այն ինչը որ որին պիտի հասնի, երբ որ դա իր համար արժևորված է ճիշտ ձևով, գնահատված է ճիշտ ձևով։ Ոնց որ կույրը, ասենց ասած, երբ որ իմացավ Հիսուսը անցնում է, ինքը աղաղակեց, մինչև իրան ուշադրություն դարձնեն։ Այդ չարչար աշխատանքը կատարեց, ջանքը թափեց, մինչև որ հասնի իր նպատակին, բայց խի, որովհետև այդ կույրի համար այդ աչքը, ասենց ասած, օդի ջրի նման էր։ Իր համար շատ կարևոր էր, արժևորված էր, թանկ էր, անհրաժեշտ էր, պետքական էր, առանց դրա ինքը չէր ուզում շարունակվեր։ Եվ հասավ ինքը դրան։ Անդամալույցին բերեցին, որպեսզի Հիսուսը բուժի, տեսան այնքան ժողովուրդ հավաքված, որ ներս մտնելու տեղ չկա, ոչ մեկ էլ չեն թողում, որ պատգարակով ներս մտնեն։ Հելան վերևից բանը քանդեցին, հենց առաստաղը իջեցրեցին Հիսուսի մոտ ու հասան իրանց նպատակին։ Խի որտե պետք էր այդ մարդուն բժշկությունը։ Շատ էր պետք։ Եվ այլը, այսինքն եւ տեղ կա Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, օրինակ հրավիրում է Սուրբ Հոգով մկրտության համար, չէ, ասում է եկեք, ասում է տոնի վերջի օրումը, դա Հովանու 7-րդ գլխում է 37-րդ խոսք։ Տերը բարձր աղաղակում էր, գոռում էր ուղղակի, աղաղակում էր, ասում է, ով որ ծարավա թող գա, ջրիցը խմի, ինձ հավատացողի փորից կենթանի ջրերի գետեր կբխեն։ Սա ասում էր այն հոգու համար, որ դեռ տրված չէր, որովհետև դեռ Հիսուսը փառավորված չէր, այսինքն ինքը հրավիրում էր Սուրբ Հոգով մկրտության, կարելի ասել։ Այդ հոգու համար էր խոսում, բայց ումն էր հրավիրում, ով որ ծարավա։ Այն որ իրոք չի խմե ջուրը ու ասես ծարաված է, իր համար ասած ասած կյանք է այդ ջուրը, իր համար շատ կարևոր է, թանկ է այդ ջուրը։ Ինքը ամեն ինչ կանի, որ այդ ջրի աղբյուրին հասնի, սովածը հացին հասնի։ Հիմա ինչ ասեց էսի։ Եսավը տեսակ ինչ արեց։ Վրաս անդրանիկությունը ինչ արեց, ծախեց, որտեվ աշկին չէր երևում։ Այդ օրհնությունը իր համար իր աշկին չէր երևում։ Հակոբը գնաց հասավ նրան, ոնց ասած, հասավ նրան, որ ձեռք բերեց։ Ինչու, որտեվ այդ իր համար թանկ էր, շատ մեծ բան էր, ինքը ուզում էր դա ունենալ։ Հիմա շատ հաճախ մենք չենք հասնում ինչ-որ բաների, որտեվ ի սկզբանե մենք չենք գնահատում, արժևորում այնպես, ինչպես այդ օրհնության մեծությունն է, թանկությունն է։ Մեզ համար այդքան կարևոր չի, կարծես ասած առանց դրա էլ յոլա կետա Եսավի նման։ Առանց դրա էլ ոչինչ։ Սենց հարմարվել ենք սենց ինչ-որ միջինացված վիճակի, ինչ-որ բաների, մեծ բաների չենք ձգտում, բայց Տերն է ուզում քեզ մեծ բաների ձգտելցնել տա, որտեղ մեծ նպատակ է քո համար դրել։ Դրա էսա, որ այո, նախ մենք պետք է գնահատենք, դա մեզ համար շատ արժեքավոր ու թանկ պետք է լինի, Աստծո այդ բարիքն ու օրհնությունը։ Դա մեզ ստիմուլ է, ոնց որ ասած, ուժ է, զորություն է, կարողություն է տալիս, որպեսզի մենք բան անենք, ձգտենք նաև դրան հասնենք, մտածենք ոնց անենք, Տիրոջ շնորհքով իհարկե, Տիրոջ դրած ձևով ու ճանապարհներով։ Եվ բնականաբար հավատքն էլ, որ մարդը հավատում է Աստված, եթե իր համար դա որոշել է, որ ինքը դրան հասնի, ինքը կհասնի։ Շուտ կլինի, ուշ կլինի, շատ աշխատանքով կլինի, թեթև ձևով կլինի, բայց ինքը անպայման կհասնի։ Ինքը հավատում է եւ չի հեստ կայնում իր գործից։ Եվ տեսնում ես, այս մարդը հասավ իր այդ ձեռք բերեց դա։ Հետագայում տենում ենք այդ իր մեջ ոնց որ մի հատ բնավորություն։ Ինքը այդ ոնց որ ասած իր համար արժևորում ու հասնում էր լիքը բաների Հակոբը։ Ինչ է լավ ասում է Աստված անգամ Հակոբին ոչ թե մենակ դրանով, այլ նաև հենց խոսեց Հակոբին էլ ասեց, որ ես քեզ այո, այս բանի մեջ օրհնում եմ, ինչը որ արդեն Եսավից վերցրել։ Երբ որ ինքը պետք է իր բանի քերուտունը գնար, Լաբանի տունը գնար։ Հիշում եք, մի քարի վրա գլուխը քարի վրա դրեց, քնեց եւ երազ տեսավ։ Եվ երազում Աստված մի բարձր սանդուղ տեսավ, որ երկրից երկինք էր բարձրանում, վրան ասում է հրեշտակների իջնում ու բարձրանում եւ Աստված խոսեց նրա հետ։ Ես եմ Իսահակի Աստվածը, Աբրահամի Աստվածը։
Հակոբ ուր գնաս քեզ հետ եմ լինելու, քեզ օրհնելու եմ, քո սերունդը օրհնելու եմ, երկրի ազգերը քո սերունդով օրհնելու եմ։ Այսինքն Տերը կրկնեց, դա ցույց տվեց, որ իրոք ինքը այդ օրհնությանը հասել է։ Բայց նաև էս որ այո, տենց էլ կա, քո հետ եմ լինելու։ Ինքը դա ամուր բռնեց, որ Աստված իմ հետ ալնելու, ես հաջողություն եմ ունենելու, Տերը ինձ օրհնելու է։ Երբ որ ինքը գնաց օրինակի համար ուզեց ամուսնանալ, հիշում եք իր քեռու աղջկա հետ, Ռաքելի հետ։ Բայց իրան սկզբից Լիային տվեցին, փոքրին տվեցին, մեծին տվեցին, ասին տենց չի, ստեղի կարգը տես չի։ Դե գուցե նենց այն ամուսնացնում, որ խաբար էլ չէին այդ ամուսնանում, ամենայն դեպս առավոտ ելավ տեսավ իր կինը չի։ 7 տարի աշխատելուց հետո, որտեվ ասես 7 տարի կաշխատես Լաբանը, նոր քեզ կին կտամ։ 7 տարի աշխատեց անմռունչ ոնց որ ասած։ Հասավ իր նպատակին, իր կինը, բայց տեսավ էդի չի։ Ասես դե 7 էլ աշխատի, որ մյուսին տամ, 14 տարի աշխատես, որ մեկին հասնի ամուսնանա։ Իր նպատակին հասավ այդ մարդը։ Աստված իր հետ էր, ինքը խոստումն էր, Աստված ինձ օրհնել է։ Ես պիտի ունենամ այդ օրհնությունը։ Հասավ, կնոջ ունեցավ։ Հետո երբ որ արդեն ձրի պիտի չաշխատեր, ասես Լաբանին ասես տենց չի լինի։ Վարձքը որոշի, Լաբանը որոշում էր, Աստված օրհնում էր, Լաբանը դնում փոխում էր ձևը, որ անգար շատ չորհնի, բայց վերջ-վերջը Աստված այնքան օրհնեց, որ շատ ինքը ունեցվածքի տեր եղավ։ Տեղել հասավ հաջողության։ Հետո երբ որ ինքը բան էր անում, եթե հիշում եք, հետ էր գալիս արդեն իր ընտանիքով, իրան եկան խաբար տվեցին, լուր բերեցին, որ քո եղբայր Եսավը 400 զինյալ ձիավոր մարդկանցով քեզ քո դեմա դուրս եկել, քեզ դիմավորելու։ Դե ինքը չէր հասկանում ինչա կատարվում, այն առումով, որ չգիտեր իր Եսավ աղբերը, ասենք ասած, այն հին քենը, հին վրեժխնդրությամբ հելել է իրան կոտորի, թե հելել է իրան դիմավորի։ Ինքը մտածում է դաժե վերցեց իր ունեցվածքը երկու մասի բաժանեց բաներով իր ունեցածով ու ընտանիքը, որ գոնա մի մասին որ խփեն, մի մասը կարնա փախնի։ Գուցե նաև այդ նպատակով էր, չգիտենք, Եսավը գալիս։ Եվ ինքը մնաց, եթե հիշում եք, ամբողջ գիշեր ինչ արեց, աղոթք արեց Աստծուն։ Եվ այս այդ աղոթքի մեջ կուզեմ կարդամ այդ բանը, ես վերջացնում եմ արդեն։ Ծննդոց 32-րդ գլուխ 24-րդ խոսքից մինչև 30-ը։ Եվ Հակոբը մնաց մենակ, եւ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արշալույսի ծագելը։ Եվ տեսավ, որ չկարողացավ նրան հաղթել, այսինքն տեսեք ինչ համառությամբ էր, ոնց որ ասած կպել Հակոբը այդ պայքարին, որ տեսավ այդ մարդը, որ չի կարող Հակոբին հաղթել, ասում է նրա ամոլաջելին դիպավ մկանին, ոնց որ ասած, թուլացավ մկան, ասում է դրանից հետո Հակոբը տենց կաղել մնաց։ Եվ Հակոբի զիստի ամոլաջիլը թուլացավ նրա գոտեմարտած ժամանակ, որ գոնա թուլանա, թողնի, բայց էլի չթողեց, թեկուզ այդ բանը եղավ։ Եվ նա ասաց, թող դուր ինձ, որովհետև արշալույսը ծագեց։ Եվ Հակոբն ասեց, չեմ կարող, քեզ մինչև որ ինձ չորհնես, այսինքն եթե հենց այնպես գոտեմարտ չես, մինչև ինձ չորհնես, ոնց որ ասած ինքը այդ օշնության գոտեմարտն էր տանում, չեմ թողնի։ Եվ նա ասեց նրան, ի՞նչ է անունդ։ Նա էլ ասաց, Հակոբ, եւ նա ասեց, այլևս քո անունը Հակոբ չասվի, այլ Իսրայել, որովհետև Աստծո հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր եւ հաղթեցիր։ Համ Աստծո հետ մարտնչեցիր, հաղթեցիր, համ էլ մարդկանց հետ, տեսնես, Եսավ, Լաբան, չէ, հաղթեց այդ մարդը։ Այսինքն այդ հաղթությունը դեմես հիմնված է սրա վրա, որ ինքը գնահատում էր օրհնությունը, ձգտում էր այդ օրհնությանը, հավատում էր, որ Աստված իր հետ կհասնի դրան։ Ու չէր կանգ առնում իր դժվարությունների մեջ, այլ իր ջանքով ասնում էր դրան։ Եվ ստեղ էլ նորից նույնն է։ Մինչև առավոտ չթողեց, օրհնվեց եւ իր անունը փոխվեց որպես հաղթող։ Եվ Հակոբը հարցրեց, ասեց, աղաչում եմ անուն տասի, եւ նա ասաց, ինչու ես իմ անունը հարցնում, այսինքն գիտես, ինչ ես հարցնում։ Եվ նա օրհնեց նրան այնտեղ, եւ Հակոբը այնտեղի անունը փանել դրա, որտեղ ասաց դեմ առ դեմ տեսա Աստծուն, եւ իմ անձս ողջ մնաց։ Այո, տեսնում եք ինչ նպատակասլացություն, համառություն, ջանք, աշխատանք։ Նշի, որ Աստված իմ հետ է, ասենց ասած, թևերս գլխիս տակ դնում եմ ու հանգիստ, վերջ ընձել, ոչ մի բան պետք չի, ոչ մի բան չպիտի անեմ, չէ։ Աստված քեզ շնորհք է տվել, որ անես։ Կարաս դու հասնես բարձր բաների, որ Տերն է քո համար որոշել, ոչ թե դու քո համար Տերն է որոշել։ Բայց ես հարցես է դու որքանով ես դրա մեջ գնում, որքանով է Տիրոջ շնորհքը քո մեջ աշխատում, ինչպես Պողոսն ասաց։ Կուզեմ ասես խոսքից ելնելով մենք մի հատ մեզ նայենք, արդյոք հոգևորապես շատ հարցերում ծույլ չենք եւ դրա պատճառով էլ շատ բաներում թերի պակաս տկար չենք։
Կամ եթե տեղ ունենք այս հարցում շտկվելուց, խնդրենք Տերը օգնի մեզ շտկվենք։ Հռոմեացիս 12-ում ասում է ջանքի մեջ թուլասիրտ չլինեք։ Թուլասրտությունը վատ բան է, նպատակին չես հասնի։ Աղոթք անենք։